Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր ուրբաթ առավոտը հունիսի 26-ից սկսում ենք միասին հանրայինի ուղիղ եթերում։ Սուրճ եւ սեր ապահովելու ենք ձեզ համար առաջիկա 1.5 ժամը ուղիղ եթերում Սևակ Հակոբյանն ու Վեգան Ջեսյանն են աշխատում տաղավարում ունենալու ենք ինչպես միշտ հագեցած եթեր հետաքրքիր ու կարևոր տեղեկատվությամբ հետաքրքիր թեմայով հյուրերով եւ հուսով ենք նաեւ ինտերակտիվությամբ Մենք մինչև ժամը 11-ը կլինենք հանրայինի ուղիղ եթերում, մեզ կարող եք նաև զանգարել 553702 ուղիղ կապի հեռախոսահամարով, իսկ մեզ կարող եք նաև հետևել մեր Facebook-յան հարթակում Հայաստանի հանրային ռադիո լայվը գործարկված է, կարող եք մեզ դիտել, գրել մեկնաբանություններ, ձեր հարցերը, ձեր կարծիքը, մենք անպայման ընթերցում ենք բոլոր մեկնաբանությունները։ Ընթերցում ենք եւ սպասում ենք ձեր մեկնաբանություններին, այնպես որ մնացեք մեզ հետ, կտեղեկացնենք եղանակի մասին, խցանումների օրվա փոխարժեքի եւ իհարկե կլսենք լավ երաժշտություն։ Time is awesome, moving through the crowd. I can feel the promise. I can see the wild magic on us. Lose yourself in power. Bounce back like it's not a stop right now. Take a look around. Roar so loud. Show them you are proud. Let it out now. Let your spirit out. Let it out now. Go and scream and shout. Just like da 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 da. Let it out now. Go and scream and shout. Touch the water, feet are on the ground, stand up in the power. There isn't a doubt, life is calling, nothing holds you down, you're too strong to harness. Stop right now, take a look around, roar so loud, show them you are proud. Let it out now, let your spirit out, let it out now. Just like da 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 da. Let it out now. Go and scream and shout. Station with the best music. Best music. I love the music. Best music.
9:35 հունիսի 26-ն է օրը ուրբաթ միասին ճանապարհում ենք այս ամսվա կարելի է ասել վերջին աշխատանքային շաբաթը, որովհետև մյուս ամսվա չորեքշաբթին արդեն սկսում ենք ամառվա երկրորդ շաբաթը, մենք ուրախ ենք ամեն աշխատանքային առավոտ լինել ձեզ հետ եթերում, անկախ նրանից դուք տանից եք մեզ հետևում, տանը պատրաստվում եք, շտապում եք աշխատանքի, թե ավտոճանապարհներին եք, ուրախ ենք, որ կլինենք ձեր ճանապարհի ընկերը մինչև ժամը 11-ը։ Եթե ձեր ընկերները, հարազատները դեռ չգիտեն մեր մասին եւ չեն լսում, ապա խորհուրդ ենք տալիս անպայման նրանց հետ նույնպես կիսել առավոտները, նրանց պատմել մեր մասին, երբ ավելի շատ ենք, ավելի հետաքրքիր է։ 55-3702 այս հեռախոսահամարով կարող եք զանգահարել մեզ, եթե կանգնած եք խցանման մեջ կամ եթե դեռ տանն եք, ղեկին բարելիս զանգահարել պետք չէ։ Կարող եք նաեւ մեզ մեկնաբանություններ գրել Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջում, որտեղ ուղիղ եթերում ենք։ Հիմա տեսնենք, թե ինչպիսին է այսօր եւ հանգստյան օրերին լինելու եղանակը Հայաստանում։ Այո, եկեք անցնենք կարևոր տեղեկատվությանը հանրապետության տարածքում։ Այսօր կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առանձին վայրերում սպասվում է նաեւ կարկուտ, վաղը ցերեկը առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին հարավ-արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամուշ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Մայրաքաղաքում այսօր գիշերը եւ վաղ օրվա ընթացքում կրկին ժամանակ առ ժամանակ հնարավոր են անձրև ու ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամուշ գնացում։ Իսկ հա հունիսի 28-ից 30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր առավելագույն ջերմաստիճանը մեր մայրաքաղաքում կլինի 31 աստիճան, երեկոյան 22-ից 24, իսկ հագիշերը 17-ից 19 աստիճան տաքություն է կանխատեսվում։ Եվ ստուգենք նաև այս պահին ինչքան է ջերմաստիճանը, ըստ հեռախոսային հավելվածի բավական արևոտ եւ 21 աստիճան տաքություն է մեր մայրաքաղաքում։ Իսկապես շատ հաճելի եղանակ էր, ես միշտ հատկապես ռադիոտան տարածքում եմ վայելում առավոտյան արևը եւ հուսով ենք, որ օրվա ընթացքում իսկապես ոչ միայն օրը լավը կլինի, այլև եղանակը, բնականաբար սա անդրադառնում է նաեւ ավտոճանապարհների վրա, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանք անցանելի են։ Ստեփանցմին-Դալլարս ավտոճանապարհը նույնպես բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Կարծում եմ տրանսպորտային միջոցների համար բաց ավտոճանապարհները այս շրջանում հենց միայն Երևանի տարածքից դուրս են։ Այո, մայրաքաղաքում խցանումները բավական ծանր են եւ շարունակվում են նաեւ տարբեր հատվածներում շինարարական աշխատանքներ, քարտեզը ցույց է տալիս նաեւ որոշ ճանապարհատրանսպորտային վթարներ, որոնք գիտեք էլ ավելի են բարդացնում երթևեկության ընթացքը։ Սկսենք Իսակովի պողոտայից, ծայրից ծայր, հատկապես Երևանյան լճից մինչև կենտրոն շարժվող ուղղությունը ծանրաբեռնված է, Մոնտեմելքոնյան փողոցն է վերջին օրերին խիստ ծանրաբեռնված, պատճառը գիտեք Կիևյան կամրջի փակ լինելն է եւ այս հատվածում բոլոր փողոցները, շրջանցող փողոցները բավական ակտիվ խցանումների մեջ են։ Գանք Աթենքի փողոց բավական լուրջ է այստեղ իրավիճակը, շատ մուգ գույնի է քարտեզը ցույց տալիս խցանումը։ Կիևյանը, ինչպես նշեցինք, փակ է եւ այստեղ արդեն բարեկամության հատվածում կա խցանում, Կոմիտասի պողոտայում տեղ-տեղ երթևեկությունը բավական դժվար է առաջ շարժվում։ Ազգային ժողովից դեպի օպերային թատրոն հատվածում կա բավական խցանում, Պրոշյանը Վեգատես ինչ ձևի է շրջափակված եւ այսպես ծանրաբեռնված Պրոշյան փողոցում կարելի ասել երթևեկությունը հատկապես սկզբում Բաղրամյանի հատվածում առաջ չի էլ շարժվում։ Գանք կենտրոն, այստեղ էլ իրավիճակը մխիթարող չէ, նախ Պուշկին փողոցը Սարյանից դեպի հյուսիսային պողոտ այդ միակողմանի հատվածը խիստ ծանրաբեռնված է։ Կորյուն փողոց, որը սովորաբար խոցանումներ են լինում, այսօր կարծես թե բավական թեթև է եւ տեսնենք թե որտեղ կային վթարներ, նախ ասենք, որ այո, Հանրապետության հրապարակից Ամիրյանը արդեն Պապ Թագավորի փողոցը կրկին ծանրաբեռնված է եւ նույնը նաեւ Սարյանից դեպի Մաշտոցի փողոտը հակառակ ուղղությունը։ Մի խոսքով հարգելի վարորդներ եւ ուղևորներ, ոչնչով չի տարբերվում հունիսի 26-ի ուրբաթ առավոտը եւ այս խցանումը եւ այս Չարենցին զուգահեռ այստեղ ինչ որ միտեղ կա նաև ճանապարհատրանսպորտային վթար, հուսանք որ լուրջ վթար չէ, եղեք զգոն, շատ միշտ տապեք, առջևում նաև հանգստյան օրեր են եւ փորձեք շատ չներթենանալ խցանումների մեջ եւ լսել մեզ։
Այո, դա է մնում խորհուրդ տալ, ես էլ պատմեմ օրվա փոխարժեքի մասին, ըստ կենտրոնական բանկի այսօր ամերիկյան դոլարը համարժեք է 368 դրամի եւ 26 լումայի, 417 դրամը եւ 75 լումա եվրոն, ռուսական ռուբլին 4 եւ 8 է, 139 դրամ եւ 0.6 լումա է բրիտանական լարին, 448 դրամ 89 լումայի է համարժեք բրիտանական ֆունտ ստերլինգը, դիրհամն այսօր 100 դրամ է 27 լումա եւ իրանական ռիալը 0.026 Ահա, այն կարևոր տեղեկատվությունը, որ սովորաբար ձեզ ներկայացնում ենք եթերաժամի սկզբին, բարբերաբար կթարմացնենք նաև խցանումների եւ եղանակի տեսանկյունից տեղեկատվությունը։ Դուք մնացեք մեզ հետ 553702 մեր ուղիղ կապի հեռախոսահամարը եւս մեկ անգամ հիշեցնենք բոլորին եւ մեկնաբանությունների դաշտում մենք Էդիկ Բաբուջյանից այսօր չունենք մեկնաբանություն։ Չէ, այսօր մեզ Էդիկ Բաբուջյանը դեռ մեկնաբանություն չի գրել, բայց մենք սպասում ենք, բայց փոխարենը ունենք մեկ մեկնաբանություն Կարինե Մկրտչյանի կողմից, բարի առավոտ բոլորին գրում է Կարինեն, դե եւս մեկ երաժշտական դադարից հետո էլ կվերադառնանք ու արդեն պատմության էջերը կթերթենք։ Every time that I look in the mirror, all these lines in my face getting clearer. The past is gone, it ran by like dusk to dawn. Isn't that the way? Everybody's got the dues in life to pay. Yeah, I know nobody knows where it comes and where it goes. I know everybody says you got to lose to know how to win. Half my life's in books, written pages, living, learn from fools and from sages. You know it's true. All the things come back to you. Sing with me, sing for the year, sing for the laughter, sing for the tear, sing
Սեր առավոտից։ Dream on Aerosmith-ի հանրահայտ երգը կարծում եմ շատերին արթնացրեց եւ ստիպեց երազել եւ մենք ուրախ ենք որ մեր մշտական ռադիո ունկնդիրը եւ կոմենտագիրը հայտնվեց։ Այո, Էդիկ Բաբուջյանը միացավ մեզ եւ մեկնաբանություններ է ուղարկել, ինչի համար շատ շնորհակալ ենք։ Մենք իսկապես ամեն առավոտ սպասում ենք ձեր մեկնաբանությանը, որովհետեւ հաճելի է իմանալ, որ կա մարդ, որը հենց ամենասկզբից on-line միանում է մեր եթերին։ Իհարկե մենք գիտենք, որ մեր ռադիո լսողները ռադիո ընդունիչների առաջ միշտ ավանդաբար մեզ են լսում, բայց հիշեցնում ենք, որ կարող եք նաեւ դիտել մեր Facebook-յան էջում։ Եվս մեկ մեկնաբանությունն ենք Սարգիս եւ Լուսինե Գևորքյանների կողմից։ Բարի լույս սիրելիներ, մենք ձեզ շատ ենք սիրում եւ միշտ կնդրում Սերն ու Սուրճը, մենք էլ ձեզ ենք շատ սիրում, մեր բոլոր ռադիո լսողներին եւ ուրախ ենք, որ լսում եք մեզ։ Մեր օրներն էլ ավելի բարձր տրամադրությամբ սկսվում եւ գիտենք, որ ձեզ հետ է սկսվելու։ Եվ եկեք թերթենք պատմության էջերը, տեսնենք ինչ կա չկա հունիսի 26-ին, ինչ է կատարվել տարբեր տարիներին այսօրը եւ նաեւ ինչ միջազգային օրեր եւ տոներ կան եւ այսօր օրացույցն առատ է նաեւ նախ իրազեկման կարեւոր օրերով եւ այսպես խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն են այսօր նշում, ինչպես նաև թմրամիջոցների չարաշահման եւ ապօրինի շրջանառման դեմ պայքարի օրը։ Առավել թեթև տոներից եւ օրերից այսօր սառեցնող սարքավորումների համաշխարհային օրն է։ Առաջին հատկից դե ինչ է սարքյա չէ, բայց եթե մի պահ կանգ առնես եւ մտածես, որքան է մեր կյանքը փոխել այս հայտնագործությունը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում հայտնագործողներին, բոլոր սառեցնող սարքերի եղինակներին, խոսքը միայն օդը սառեցնելու մասին չի, չէ, նաեւ սնունդը, ինչքան կարեւոր սկսած նույնիսկ թերմոսից սովորական, որը ցույց է տալիս ջերմաստիճանը պահել, օրինակ Վարդագույն գինու միջազգային օրն է, ռոզե, շատերը հենց գինու այս տեսակն են նախընտրում, ուրբաթ է, կարող եք այսօր երեկոյան պլանավորել, բայց հիշեք, որ ալկոհոլի չարաշահումը վնասակար է առողջությանը։ Փաստորեն ըստ որոշ օրացույցների այսօր նույնպես Ատամի Խոզանակի ծննդյան օրն է նշվում, բայց Սևակը նկատեց, որ կարծես թե այս օրը մի տեսակ շատ հաճախ է նշվում։ Այո, կարծես ամեն օր Ատամի Խոզանակի ծննդյան օրն է, ասենք որ 21-րդ դարի սկզբին այս օրը պաշտոնապես հաստատվել է Բերանի խոռոչի առողջության ազգային ասոցիացիայի կողմից, այդ շրջանում խոզանակներն օգտագործվում էին առաջարկված ժամկետից շատ ավելի երկար, ինչը բնականաբար հանգեցնում էր դրանց արդյունավետության կորստի։ Գիտեք, որ մասնագետները խորհուրդ են տալիս առնվազն 6 ամիսը մեկ, եթե ոչ 3 ամիսը մեկ փոխել Ատամի խոզանակը եւ այսօրը նաեւ նպատակ ունի իրազեկել եւս մեկ անգամ, որ ուշադիր լինենք նաեւ խոզանակի տեսակին, հիգիենային, այդ ամենը ուղիղ կապ ունի Բերանի խոռոչի առողջության հետ։ Տեղափոխվենք ազգային օրեր եւ արդեն ավանդաբար նահանգներից սկսենք, այնտեղ շարունակում են նշել Ամերիկայի պատվո օրերը, երեկ էլ մենք էլ ես ու Սևակը մասնակցեցինք 250-ամյակի անկախության 250-ամյակի իզուր չէ, որ ամեն առավոտ այս տոներին անդրադառնում Դե գիտեք, հուլիսի 4-ին է ԱՄՆ անկախության օրը, բայց սովորաբար տոնակատարությունները շատ ավելի շուտ են սկսվում, ենթադրում եմ անգամ պատվորերը դրա հետ էլ կապված է, որ այսքան երկար շարունակվում է, եւ կոսմետոլոգի ազգային օրն են այսօր նշում Միացյալ Նահանգներում, նաեւ food truck-ում սնվելու ազգային օրը, food truck-երը գիտեք արագ սննդի կետեր են, որոնք անիվների վրա են, կարելի ասել, եւ կարեւոր այլ օրեր եւս կան, ավելի ճիշտ համեղ օրեր։ Ուրեմն շոկոլադե պուդինգի ազգային օրն են նաև նահանգներում նշում եւ երկու հետաքրքիր օր կար, որ իմ միանգամից հայացքը գրավեց, մեկը շան հետ աշխատանքի գնալու ազգային օրն է, իդեպ նահանգներում շատ գրասենյակներ թույլ են տալիս ընտանի կենդանիների հետ այո գալ աշխատանքի, ինչը կան փաստեր, որ գիտական ուսումնասիրություններ, որ բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը, երբ տարածքում ընտանի կենդանի է լինում, նաև Corvette մեքենայով աշխատանքի գնալու օրն է, Driver Corvette to Work Day, այն մարդիկ, որոնք սիրում են ամերիկյան կինոն, մեծացել են ամերիկյան ֆիլմերի ուղեկցությամբ, կհասկանան, թե սա որքան կուլտային է, այո։ Կոկոսի ազգային օրը եւս այսօր տոնում են Միացյալ Նահանգներում եւ նաեւ սերուցքով թեյի ազգային օրը։ Տեսնենք Ներողամտության օրն է նաև այսօր, կարծում եմ, այո, շատ գեղեցիկ օր է այսօր, եթե ինչ-որ մեկի հետ կապված զայրույթ ունեք ձեր ներսում, զայրացած եք, այսօր լավ օր է ներելու եւ բաց թողնելու համար։ Տեսնենք այլ երկրներում ինչ են տոնում, Նիկարագուայում ծառատունկի օրն է, Ռումինիայում ազգային դրոշի, Ռուսաստանում ռուսական ձեռնարկատիրության օրը,
Աստորեն հարևան Վրաստանն էլ այսօր անկախության տոնն է նշում։ Մենք Կստուկ ենք այս փաստը, այո, բայց ամեն դեպքում հաշվի առնելով թե որքան կարևոր տոն է սա յուրաքանչյուր երկրի համար, չէ, կարծես թե Google-ն ասում է, որ մայիսին են նրանք նշում, մայիսի 26-ին Մենք ամեն դեպքում դեռ կարծում եմ, այո։ կստուգենք, այո, ամեն դեպքում շարունակենք, տեսնենք այլ ինչ տոներ կան հետաքրքիր, Ֆիջիում սպորտի ազգային օրն են նշում եւ գանք մեր օրվա հոբելյարներին, ցանկը ի ուրախություն մեզ բավական առատ է նշանավոր, տաղանդավոր հայտնի դեմքերով։ Եվ սկսենք իմ ամենասիրելի երգչուհիներից մեկից 1993-ի այսօրն է ծնվել Ariana Grande-ն, ամերիկացի երգչուհի, չնայած փոքրամարմին լինելուն, պատմության լավագույն սոլիստներից մեկը համարվող մի ուսումնասիրության համաձայն նա կին սոլիստներից 7-րդն էր ըստ իր ձայնային տվյալների, ձայնի հզորության, հաջորդում էր այնպիսի մարդկանց, ինչպիսիք են նույնիսկ չգիտեմ ինչ անուններ թվարկեմ, բայց Whitney Houston։ Այո, Whitney Houston-ը կար, եթե չեմ սխալվում այնտեղ, Էլով կար, չեմ հիշում ցանկում, բայց որ Արիանան 7-րդ հորիզոնականում էր, դա վստահաբար։ Վերջերս համերգներ չէ, Նատալիս, Քիմ Կարդաշյանն էր անգամ որպես հանդիսատես ստորիներ արել Արիանայի համերգից։ Քիմ Կարդաշյանի անունը տվեցինք մեր մեկ այլ նշանավոր, այս դեպքում հարս ամերիկացի պրոֆեսիոնալ տենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ծննդյան օրն է, Ալեքսիս Օհանյանի կինը, 1981 թվականի այսօրն է լույս աշխարհ եկել աշխարհի ամենահայտնի տենիսիստուհիներից մեկը։ Կանադացի երգիչ Գարուն է ծնվել 1972-ի այսօրը մեր մայրիկների վստահաբար սիրելի արտիստներից մեկը, որը հատկապես Փարիզի Աստվածամոր տաճարը մյուզիկլի օրիգինալ տարբերակում Quasimodo-ի դերով շատ հայտնի դարձավ եւ հենց այդ երգի հետ էլ այդ Belle Esmeralda-ի երգի հետ էլ նրան շատերը մինչ օրս ասոցացնում են։ Նա համերգ ունի, եթե չեմ սխալվում, աշնանը կրկին գալու է Հայաստան։ Տեսնենք ովքեր են ծնվել այսօր, շարունակենք ցուցակ, Արտեմի Այվազյանը, հայ ճանաչված երգահան, շատ ու շատ գեղեցիկ երգերի հեղինակ, 1902 թվականի այս օրն է ծնվել։ Գրիգոր Զոհրաբը նշանավոր գրող, քաղաքական գործիչ, նորավեպերի վարպետ 1861-ի այսօրն է ծնվել եւ սեվակ քանի որ աշխարհի խաղերն են ընթանում, ֆուտբոլիստ սիրահարները չեն ների, եթե իտալացի ֆուտբոլիստ համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպաններից մեկը համարվող Իտալիայի հավաքականի ու Միլանի ավագ Պաոլո Մալդինիի ծննդյան օրը նաեւ չշնորհավորենք, նա 1968-ի այսօրն է ծնվել։ Այսօր ծնվել է նաև մեր լավ գործընկեր Հրաչուհի Ութմազյանը, նա այսօր տոնում է, նշել է իր ստորիներում, դրա համար ասում ենք 40-ամյակը, բայց Հրաչուհին ուղղակի երկրորդ 20-ամյակի հնարավոր չէ երբեք հասկանալ։ Շնորհավորում ենք Հրաչուհուն, մաղթում ենք նրան իհարկե առողջություն, երջանկություն եւ նպատակների իրականացում։ Այո, շնորհավորում ենք մեր շատ սիրելի գործընկերոջը եւ այսօր նույնպես մաղթում հրաշալի օր։ Այո, հրաշալի օր, անակնկալներով լի եւ նրա ամենասիրելի երգերից մեկը այս պահին մենք կհեռարձակենք եւ կնվիրենք բոլոր կանանց, ովքեր նշում են այսօր իրենց ծննդյան օրը։ Whatever you want, whatever you need, anything you want done, baby, I will do it naturally.
the seeds. I can make a rhyme of confusion in your mind. And when it comes down to some good old-fashioned love, I got it, I got it, I got it, baby, baby. I'm every woman. It's all in me. Anything you want done, baby, I do it naturally. I'm every woman. It's all in me. I can read your thoughts right now. Every information says. I ain't crying, 'cause I'm the one. Just ask me, it shall be done. And don't bother to compare. I've got Սուրճ ու սեր առավոտից։ Ինանց 50 վարկյաններ անց ժամանակն է ծանոթանալու վերջին ժամի նորություններին։ Ռադիո լուրը եթերում է յուրաքանչյուր ժամագլխի։ Այսօր լուրերը կներկայացնի մեր գործընկեր Կարեն Ղազարյանը։ Մինչև խոսքը նրան փոխանցելը հիշեցնենք, որ լրատվությանը կարող եք հետևել նաև հանրայինի պաշտոնական կայքում arm.radio.am, ինչպես նաև մեր սոցիալական հարթակներում Facebook, Instagram, Telegram, բոլոր հարթակներում մեր ռադիոն խիստ ակտիվ է։ Այո, մեր գործընկերները աշխատում են ամբողջ օրը, օպերատիվ են եւ ամենակարևորը ճշտված եւ հավաստի ինֆորմացիա կարող եք ստանալ ռադիո լուրի մեր գործընկերներից, դե ինչպես իմ գործընկերներն են միշտ ասում, ուղենք ժամացույցները եւ ծանոթանանք վերջին ժամվա նորություններին։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, հանրային ռադիոյի ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում ռադիո լուր լրատվական ծրագիրը, տաղավարում Կարեն Ղազարյանն է։ Սահմանադրական դատարանն այսօր հունիսի 26-ին կքննի քաղաքական 7 ուժերի դիմումները հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ՍԴ են դիմել Ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքները, Միասնության թևեր, Դեմոկրատիա օրենք կարգապահություն, Բարգավաճ Հայաստան, Հանուն Հանրապետության եւ Նոր ուժ կուսակցությունները։ Ավելի վաղ Սահմանադրական դատարանը պարզաբանել էր, հաշվի առնելով, որ գործերը վերաբերում են նույն հարցին, համաձայն Սահմանադրական դատարանի մասին օրենքի 41-րդ հոդվածի, դրանք միավորվել են եւ քննվելու են դատարանի նույն նիստում։ Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը, միավորված գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով։ Սահմանադրական դատարանը որոշել է նաև, որ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը եւ Արտակ Զեյնալյանը չեն մասնակցի քաղաքական 7 ուժերի դիմումների քննությանը։ Ըստ հիմնավորման Վարդանյանի եւ Զեյնալյանի մասնակցությունը գործի քննությանն անհնարին է, քանի որ նրանք կանխակալ վերաբերմունք ունեն դատավարության կողմերի նկատմամբ։ Աշխատակարգային մեկ այլ որոշմամբ դատավարությանը որպես երրորդ անձ է ներգրավել ընտրություններում հաղթած քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Դատավարությանը հիմնական պատասխանող է նշանակվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հարակից պատասխաններով դատարանի առջև հանդես կգան դատախազության, ներքին գործերի նախարարության եւ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները։
Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան են անցել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, Ուժեղ Հայաստան դաշինքը եւ Հայաստան դաշինքը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նոր խորհրդարանում կունենա 64 մանդատ, Ուժեղ Հայաստան դաշինքը 29 մանդատ, Հայաստան դաշինքը 12 մանդատ։ Քաղաքացիական պայմանագրի վարչության երեկվա նիստում ազգային ժողովի նախագահի տեխնացուի է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, այդ մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ ՔՊ-ում տեղի է ունենալու նիստ, որտեղ ազգային ժողովի նախագահի առաջադրված տեխնացուներից փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվելու էր մեկը։ Մամուլում շրջանառվում էր ազգային ժողովի նախագահի աթոռի համար պայքարող 3 տեխնացուի անուն՝ Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան եւ Հայկ Կոնջորյան։ Ազգային ժողովի նախագահի ընտրությունը կազմակերպվում է նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի ընթացքում, տեխնացու կարող են առաջադրել բոլոր խմբակցությունները։ Խոսնակն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, падգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ունենում է 3 տեղակալ, որոնցից մեկը ընդդիմության կողմից։ Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել քաղաքացիական պայմանագիրը, Ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքները։ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ազգային ժողովի նախագահի տեխնացության համար։ Մեջբերում եմ, շնորհավորում եմ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում տեխնացու ընտրվելու կապակցությամբ։ 4 տարվա ընթացքում մենք ստեղծել ենք արդյունավետ աշխատանքային մշակույթ եւ անկեղծ բարեկամություն։ Մաղթում եմ հետագա հաջողություններ նաեւ նոր պաշտոնում, գրել է նա։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանց։ Անահիտ Մանասյանը նշել է նրանց կողմից բարձրացված հարցերն ու մտահոգությունները կապված Անդրանիկ Թևանյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի, ընտրված խափանման միջոցի, նրա տեսակցությունների նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառված սահմանափակումների, անմեղության կանխավարկածի պահպանման կարևորության եւ նրա այլ իրավունքների երաշխավորման հետ։ Պաշտպանը նշել է, որ իր հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները դեռևս հունիսի 22-ին այցելել են քրեակատարողական հիմնարկ, տեսակցել եւ առանձնազրույց ունեցել Անդրանիկ Թևանյանի հետ։ Մինչ այդ էլ անձի իրավունքներին առնչվող բարձրացված հարցերը հասցեավորվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից։ Ներկայացված հարցերն ուսումնասիրվում են Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակում եւ կհասցեավորվեն ՄԻՊ հաստատության ունեցած գործիքակազմի համատեքստում։ Հանդիպման մանրամասները խորհրդապահական են եւ ենթակա չեն հրապարակման, ասված է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Դատախազը դիմում է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ, այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հունիսի 9-ին Զվարթնոց օդանավակայանից փորձել է լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել։ Դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար։ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մշտական կապի մեջ է Վենեսուելայի հայ համայնքի հոգևոր տեսուչ Պետրոս եպիսկոպոս Մանուելյանի հետ եւ հետևում է երկրաշարժի հետևանքներին ու հայ համայնքի կրած վնասներին։ Համայնքից ստացված տեղեկությունների համաձայն երկրաշարժը մեծ ավերածություններ եւ մարդկային կորուստներ է պատճառել։ Բնակչության շրջանում դեռևս վախ եւ անորոշություն է տիրում։ Երկրաշարժի հետևանքով քանդվել են 2 հայ ընտանիքների տներ, կան նաեւ վիրավոր եւ անհետ կորած հայեր։ Պետրոս եպիսկոպոս Մանուելյանն ու համայնքի վարչությունը շարունակում են հետևել իրավիճակին, մշտական կապ պահպանելով Արամ Առաջին կաթողիկոսի հետ։ Այս ժամի համար այսքանը, տաղավարում աշխատեց Կարեն Ղազարյանը, Ռադիոլուրի հաջորդ թողարկմանը սպասեք ժամը 11-ին։ Սուրճ ու սեր առավոտից։
այնտեղ ներքև ես էի դու էլ չես տեսել լույս չկար կար շատ փշեր ես մենակ եմ այնտեղ բարել Was bun in my body is gonna move to the party. Chica anybody is part of my mental party. That was bun in my body is gonna move to the party. Chica anybody is part of my mental body. Karmi ուրիշ տեղ վերև ես ու դու ենք սեր տարել կրակ կար շատ քարեր իմ ու քոլույսից էր բարել կարելի մի ուրիշ ավելի ներքև ես էլ դու հաստատելի չես տեսել լույս չկար մենակ ես էի ու փշեր ես հաստատ մենակ եմ այստեղ էլ բարել Life was bunker in my body, it's gonna move to the party. Chica anybody is part of my mental party. Life was bunker in my body, it's gonna move to the party. Chica anybody is part of my mental party. Life was bun in my body, it's gonna move to the party. Chica anybody is part of my mental party. Life was bun in my body, it's gonna move to the party. Chica anybody is part of my mental body. Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր եւ ներողություն բարձր տրամադրություն 10:09 մենք շարունակում ենք մեր ուղիղ հեռարձակումը եթերաժամի երկրորդ հատվածը սկսվեց բարի լույս բոլորին ովքեր մեզ հիմա լսում են ռադիոյով մեզ դիտում են մեր Facebook-յան հարթակում մեզ մեկնաբանություններ են գրում մենք ուրախ ենք որ օրը սկսում ենք ձեզ հետ Եվ հենց նոր մի քանի մեկնաբանություններ կարդամ մեզ միացել է մեր հավատարիմ ռադիոլսողներից ես Թերը Մխիթարյանը բարի օր ձեզ Աստծով բարի լույս բոլորին գրում է նա Վարդիթեր Գևորգյանը նույնպես բարի լույս է մաղթում թող միշտ բարին կատարվի գրել է մեր ռադիոլսողը 10:10 եւ արդեն պատմության էջերը թերթեցին կորացույցը իհարկե թերթեցինք բայց եւս մի հոբելյար ունենք այսօր ում ծննդյան տարեդարձն ունենք ուզում ենք շնորհավորել Այսօր Ալա Լևոնյանի Ձյանորն է երկչուի, որից ձայնը երբեք հնարավոր չէ շփոթել որևէ այլ մեկի հետ։ Այո, իսկապես։ Մեծ մանկությունից ուղեկցող երկչուի, բայց շատ երիտասարդ եւ շատ գրավիչ տեսքով այսօր էլ իդեպ նրա մոտ էլ շատ կլորամյակ է ծննդյան, բայց մենք չենք բարձրաձայնի, եթե երկչուին հարկ կհամարի ինքը կնշի, քանի տարեկան է դառնում։ Իրականում ես վստահ եմ, որ երկչու հավատարիմ երկրպագուները իսկ նրանք շատ են, որոնք վաղուց են հետևում արտիստին գիտեն, բայց միևնույն է մենք շնորհավորում ենք եւս մեկ անգամ եւ հրաշալի օր մաղթում։ Այո, եւ Երևանի մասին ամենագեղեցիկ երգերից մեկը Ալա Լևոնյանի կատարմամբ լսենք հիմա, որից հետո արդեն մեր տաղավարում մեր հյուրերին կհյուրընկալենք։ Դες իջնում է լուր գիշերը մայթերից սրտիդ վրա ու վարվում են քո լույսերը օրորվում փարվում իրար ու քայլում են տես զույգերը ջահել աղջիկ ու տղա թևածում են երազները Ժպտում տխուր աչքերը Քեզ նայում իմ Երևան Դες իջնում է լուր գիշերը Մայթերից սրտիդ վրա ու վարվում են քո լույսերը օրորվում փարվում իրար ու քայլում են տես զույգերը Աղջիկ ու տղա Թևածում են երազները ու ժպտում տխուր աչքերը
հրաշագեղ Երևանից տեղափոխվենք Սյունիք, ոչ պակաս հրաշագեղ, որտեղ շատ կարևոր մի ամենամյա երիտասարդական մրցույթ փառատոն է անցկացվելու, խոսքը Դավիթ Բեկյան խաղերի մասին է։ Երկի ընթացքում էլ զրուցում ենք, փաստորեն նախորդ տարի էլ անդրադարձել ենք այս թեմային եւ ահա տարին շատ արագ անցավ եւ կրկին Դավիթ Բեկյան խաղերը մեկնարկում են։ Սիրով ներկայացնեմ մեր հյուրերին, մեր տաղավարում են Դավիթ Բեկյան խաղեր մրցույթ փառատոնի ծրագրերի ղեկավար Ալինա Գևորգյանը եւ մրցույթ փառատոնի մասնակից Տիմոֆեյ Թորոսյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի գալուս մեր տաղավար։ Շնորհակալություն։ Ամեն տարի փաստորեն Սյունիքում այս շրջանում հուլիսին, չէ՞։ Հուլիսին, այո։ Կայանում են Դավիթ Բեկյան խաղերը, մի փոքր էլի ներածական տեղեկությունից սկսենք, ինչ խաղեր են սրանք եւ ինչ ձևաչափով են անցկացվում։ Շնորհակալություն հյուրընկալության համար։ Դավիթ Բեկյան խաղերը ուսումնամարզական հայրենասիրական մրցումներ են, որը ամեն տարի 14-ից 17 տարեկան երիտասարդների Հայաստանի բոլոր մարզերից եւ նաեւ արդեն Սփյուռքից համախմբում է Սյունիքում մրցումների միջոցով իրենց գիտելիքները փորձը կիսելու եւ Սյունիքը ճանաչելու համար։ Երևի մի փոքր այն ռադիոլուսողների համար, որոնք ծանոթ չեն, չնայած նախորդ տարի նույնպես հյուրընկալել ենք ձեզ, հյուրընկալել են ձեզ գործընկերները, ես դեռ այս թիմում չէի։ Մի փոքր ավելի մանրամասնենք, ինչ մրցույթ է, ինչ է ներառում, ինչ մարզաձևերում կամ որտեղ են մրցում մասնակիցները։ Ինչպես նշեցի, մրցույթները նախատեսված են 14-ից 18 տարեկան երիտասարդների համար եւ ստեղծված են այնպիսի մրցույթներ, որոնք որ կբարելավեն մասնակիցների ֆիզիկական պատրաստվածությունը, բայց նաեւ շատ մեծ կարեւորություն են տալիս իրենց հայրենասիրական դաստիարակությանը եւ արժեքների ձևավորմանը։ Մրցույթները տարբեր ուղղությունների են, որոնք որ զարգացում են նրանց արագ կողմնորոշվելու, տեղանքում կողմնորոշվելու քարտեզով թիմային իրենց թիմում դրսևորելու մրցույթներ են, բոլոր մրցույթները թիմային են, այսինքն անհատական մրցույթ չկա, սա այն գաղափարն է, որ թիմը կարող է միայն բերել հաղթանակ եւ մեկ թուլությունը կարող է թիմի ամբողջ պարտությունը բերել, իսկ ինտելեկտուալ մրցույթներ ունենք շախմատ, հայրենաճանաչության մրցույթ եւ նաեւ հոգեվոր մրցույթ, որը որ հիմնված է Աստվածաշնչի վրա, Ավետարան ըստ Մատթեոսի եւ պատանիները պարտադիր կարդում են եւ պատասխանում են հարցերին։ Ինչպես նաեւ ունենում ենք արտամրցութային միջոցառումներ, որը որ հնարավորություն է տալիս երիտասարդներին ոչ թե մրցելու, այլ արտամրցութային պայմաններում իրար հետ խաղալու եւ ընկերանալու համար։ Ահա, Տիմոֆեյ, ինչպես եք միացել մրցույթին, առաջին անգամ եք արդյոք մասնակցում։ Իրականում ոչ, առաջին անգամ չեմ մասնակցում, սա այս տարի եւս մասնակցելու եմ եւ կլինի արդեն իմ 5-րդ մասնակցությունը։ Իսկ Դավիթ Բեկյան խաղերը 5 տարեկան։ Իսկ Դավիթ Բեկյան խաղերը այս տարի դառնում են հենց 5 տարեկան։ Հատկանշական է այն, որ հենց առաջին տարին ես երբ որ մասնակցում էի, որպես պահեստային եմ մասնակցել, որովհետև 1 տարի իմ տարիքը փոքր էր, նշված տարիքից, որը արդեն նշեց ընկեր Ալինան, եւ ես գնացի որպես պահեստային, մասնակցեցի, ծանոթացա ամեն ինչին ու այսպես կարելի ասել, որ Դավիթ Բեկյան խաղերի հետ ես մեծացել եմ ու նաեւ տեսել եմ, թե ինչպես է Դավիթ Բեկյան խաղերը տարեցտարի զարգանում, աճում ու ավելի լավը դառնում։ Այդ ինչն է այնքան դուր եկել, որ արդեն 5-րդ տարին եք մասնակցում։ Իրականում Դավիթ Բեկյան խաղերում մի բան չեմ կարող նշել, որ դուր է գալիս, որովհետև շատ բազմաբովանդակ, բազմաշերտ խաղեր են դրանք եւ փորձառություն է տալիս հատկապես երիտասարդին, ըստ ինձ եւ իմ փորձից ելնելով կարող եմ ասել, Առաջին տան երբ որ մասնակցում էի, դեռ կարող եմ ասել, որ երեխա էի ու այդքան էլ ամեն ինչ բարձր էր ու գնալով ավելի շատ ընկերներ, ավելի շատ մարդիկ ու ես վստահաբար խաղերի շնորհիվ ինչու՞ չէ կարող եմ ասել, որ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից ունեմ ինձ հասակակից, ինձ մի փոքր մեծ կամ փոքր տարիքի ընկերներ, երիտասարդներ ու շատ լավ բարեկամներ, որոնց ամեն պահ կարող եմ կապվել, շփվել ու զարգանալ, այսինքն ստեղծում է շատ մեծ նեթվորքինգի ցանց մեր միջև երիտասարդների հենց խաղերի շնորհիվ ֆիզիկական պատրաստությունն ենք բարելավում, mēs հետևում ենք մեզ, փորձում ենք ավելի պատրաստ լինել ֆիզիկական բոլոր այդպես խաղերին, մրցույթներին, ու որ ամենակարևորն է, մեր պատմությունն ենք սովորում Դավիթ Բեկյան խաղերի շնորհիվ։ Հաշվի առնելով, որ այո, փաստորեն քանի տարի է մասնակցում եք, հետաքրքիր է մինչև խաղերը, ինչ որ նախ արդյոք թիմը փոփոխվում է, թե միշտ նույն թիմով եք դիմում եւ արդյոք այդ տարվա ընթացքում հիշելով, որ շուտով լինելու է, պատրաստվում եք, նախապատրաստվում եք խաղերին, թե
հենց այդ ընթացքում։ Թիմը իհարկե փոփոխվում է, որովհետև ինչպես նշեց ընկեր Ալինան, 14-ից 17 տարեկան երիտասարդները կարող են մասնակցել, հետևաբար եթե մեծանում են 17 տարեկանն ասնում, այլևս չեն կարող թիմում որպես մասնակից լինել, բայց ունենք շատ հիանալի լավ օրինակներ, որտեղ 18 տարեկան լրանալուց հետո նույն մարդով մասնակցել է թիմում, արդեն թիմի հետ որպես հրահանգիչ է մասնակցում խաղերին, որը եւս ինձ թվում է շատ 17 եք։ Ես 17 եմ։ Վերջին տարին։ Վերջին տարին եմ ես տարի։ Հոբելյանական 5-րդ անգամ մասնակցում եք։ Ալինա, կարող են դեռ դիմել, թե արդեն ավարտված է փուլը։ Քանի որ 3 շրջափուլով ենք իրականացնելու, կարող են դիմել թիմերը, եթե պատրաստ են, բայց մենք ընդհանրապես ծրագիր ենք տալիս նախապատրաստվելու համար թիմերին, այսինքն թիմերը նախապատրաստական ծրագիր են ունենում, եւ ինչպես Տիմոֆեյը նշեց, մենք արդեն 5 տարի է Դավիթ Բեկյան խաղերը ինչ կանք իրականացվում է, եւ այս տարիների ընթացքում 2022 թվականին, երբ առաջի տարին մենք 8 թիմ ենք ունեցել, իսկ արդեն այս տարի 24 թիմ ենք հյուրընկալելու, այդ թվում ուրախ ենք նշել, որ Սփյուռքից թիմեր ունենք, 2 թիմ Ռուսաստանի մեր հայրենակիցներից ունենք, եւ դեպի համահայկական խաղեր դառնալու ճանապարհին սա մեզ համար մեծ քայլ է։ Իսկ արդյոք մի թիմ է հաղթող ճանաչվում, թե ինչպես է, քանի մրցույթային տեղ կա եւ նաեւ որքան են տևում խաղերը։ Խաղերը թիմի համար տևում է 1 շաբաթ, մրցութային տեղեր ունենք, յուրաքանչյուր մրցույթից տեղեր են զբաղեցնում, բայց օլիմպիական համակարգով ունենք առաջի, երկրորդ եւ երրորդ տեղ զբաղեցնողներ, եզրափակիչ փուլ անցած թիմերը մրցում են իրար հետ եւ ունենք 3 մրցանակային տեղ։ Ահա, ինչ են ստանում մրցանակակիրները։ Եվ ունենք դրամական մրցանակ եւ նաեւ իրային մրցանակ, որը օգնում է Դավիթ Բեկյան խաղերի մասնակից թիմերին ճամբարային պայմաններում ապրելու համար։ Ահա։ Իդեպ անվանումից խոսենք, մրցույթի դեպարձ է Սյունիքում է անցկացվում, Դավիթ Բեկյան է կոչվում, ինչպես եք եկել այս վերնագրին, հա, անվանմանը։ Տեսեք, գաղափարի հեղինակը Արմեն Ղազարյանն է սյունեցի, ով որ մինչև Դավիթ Բեկյան խաղեր անունը տվել է Դավիթ Բեկի անվան կապակցությամբ եւ 2022-ին երբ մենք կայացրեցինք Դավիթ Բեկյան խաղերը, նվիրված էր Դավիթ Բեկյան ապստամբության 300-ամյակին։ Իսկ մենք գիտենք, որ մենք այսինքն վստահ ենք, որ մեր պետականության հիմքերը հենց Դավիթ Բեկյան ապստամբությունից սկսված է դրվել։ Եվ նաեւ այն բերդերը, որոնք որ Սյունիքում կան, դրա վատապացույցն են։ Ահա։ Եվ Տիմոֆեյ հետաքրքիր է մրցութային տեղեր զբաղեցնել այս տարիների ընթացքում հաջողվել է հաղթել կամ մրցութային տեղ զբաղեցնել։ Բարեբախտաբար, այո։ Մենք մեր ուժեղ թիմերից։ Այո, ուժեղ թիմերից ենք, գրեթե չէ, միշտ անցել ենք ֆինալ, հայ մարտիկ թիմից եմ ես, եւ այս տարի էլ նույն թիմով ենք մասնակցելու։ Առաջին տեղն ենք զբաղեցրել 2024 թվականին, 25 թվականին երկրորդ տեղն ենք զբաղեցրել եւ 23 թվականին էլի երկրորդ, այսինքն երկրորդ, առաջին, էլի երկրորդ, միշտ պահում ենք մեր այս տարի ակնկալում ենք կրկին առաջին։ Ձեր վերջին տարիներն որպես մասնակից, չնայած վստահ եմ կապը չի կորի, հետաքրքիր է թիմերում աղջիկներ նույնպես կան, շատ են պարտադիր Դավիթ Բեկյան խաղերը ունի իր կանոնակարգը, որը հստակ ասում է, որ թիմը ձևավորվելու ժամանակ պարտադիր պետք է ունենա նվազագույնը 3 աղջիկ։ Այսինքն, եթե աղջիկ չկա, 3-ից քիչ են, ապա թիմը չի կարող մասնակցել Դավիթ Բեկյան խաղերի։ Այդպես նաև աղջիկների ներգրավվածությունն եք խթանում։ Իդեպ հենց չափանիշներից խոսենք, ինչ չափանիշների պետք է բավարարեն թիմերը, հստակ քանակ, տարիքային խումբ, գիտելիքներ միգուցե ինչպես են ընտրվում։ Հունվար ամսից սկսած Դավիթ Բեկյան խաղեր հասարակական կազմակերպությունը բացահայտ է ներկայացնում բոլոր կազմակերպությունների համայնքային թիմերի համար, ովքեր որ ցանկանում են մասնակցել Դավիթ Բեկյան խաղերին։ Կանոնները հետևյալն են. թիմը պետք է ունենա 14-ից 17 տարեկան պատանիներ, նրանք պետք է պարտադիր 3 աղջիկ ունենան, թիմի բոլոր մասնակիցները պետք է ֆիզիկապես ազողջ լինեն եւ կարողանան տվյալ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը դիմանալ եւ նաեւ պետք է ունենան հրահանգիչներ եւ պատրաստ լինեն գալ Սյունիք եւ վրանային պայմաններում 7 օր անընդմեջ մնալ եւ այո Դավիթ Բեկյան խաղեր ունեն նաև մշակութային հատված։ Պարտադիր ունենք նաև մշակութային հատված, ազգային երգը եւ պարը մեր մշակութային կարևոր բաղադրիչներից են։ Նաև ունեցել ենք ազգային պարի մրցույթ, բայց այս տարիների ընթացքում հասկացանք, որ միևնույն է ամբողջ ընթացքը ազգային պարը, երգ է եւ այն մրցութայինից ավելի արտամրցութային դարձավ։ Համագործակցում ենք նաև մշակութային կառույցների հետ, ովքեր գալիս են հյուր եւ երիտասարդներին սովորեցնում են ազգային պար եւ երգ։ Ահա։
Եվ մի հարցել նշեցիք, որ համահայկական խաղեր դառնալու ճանապարհ, այսինքն ակնհայտ է, որ մրցույթը ունի նպատակ ընդլայնվելու, մեծանալու, ինչ որն է տեսլականը միշտ Սյունիքում տեղի կունենա եւ պարզապես թիմերը կավելանան, թե գուցե կընդլայնվի եւ Սյունիքից բացի հայաստանյան այլ մարզերում նույնպես կիրականացվի մրցույթը։ Խաղերը տեղի կունենա միշտ Սյունիքում, մեր թիմն էլ հիմնականում սյունեցիների թե բաղկացած եւ մեր նպատակը, քանի որ ոչ միայն համահայկական դառնալն է, նաեւ հայրենաճանաչությունը երիտասարդների մոտ զարգացնելն է եւ Սյունիքի հայրենիքի այս կտոր Սյունիքը ճանաչելը մեր համար եւս կարեւոր նպատակներից մեկն է, դրա համար ինչքան էլ դառնանք համահայկական եւ ընդլայնվենք, մենք ունենք մեր ճամբարատեղին արդեն իսկ մեր ենթակալացվածքներն են տարից տարի զարգացնում, որպեսզի կարողանանք հյուրընկալենք ինչքան հնարավոր է շատ թիմեր, հատկապես Սփյուռքից։ Ահա, հրաշալի է։ Իդեպ վերջին տարիների վիճակագրությունը ինչ է ցույց տալիս, 5 տարի անցկացվում է մրցույթը, ավելանում են մասնակիցների թվերը, նրանց հետաքրքրությունը։ Այո, 8 թիմից այս տարի դարձել ենք 24 թիմ եւ որը որ ցույց է տալիս, որ մենք տարեց տարի ընդլայնվել ենք եւ ինչպես Տիմոֆեյը շատ լավ նշեց, մեր հաջողություններից մեկը այն է, որ մեր մասնակիցները ովքեր որ 10 տարին լրանում է, իրենք են արդեն իսկ նախաձեռնում նոր թիմեր բերելու, իսկ մեր բանակային տղաները այս տարիներին այնպես են անում, որ իրենց արձակուրդները հենց համընկնեն Դավիթ-Բեկյան խաղերին, որպեսզի գան եւ մասնակցեն։ Տիմոֆեյ, կարելի ասել հարուստ փորձ ունեք, գրեթե 5 տարվա, 5-րդ այս տարի կլինի։ Ինչի շարժան պահ կա, միգուցե ինչ որ մի հետաքրքիր դրվագ, որ կուզեիք կիսվել մեզ հետ։ Ոչ վաղ անցյալային խաղերից, այսինքն անցած տարվանից ամենահիշարժանը կպատմեմ։ Մենք ֆինալում, այսինքն ֆինալի փուլում դեպի խուստուպ վերելք մրցույթ ունենք, այսինքն թիմերը հերթով նույն կետից շարժվում են դեպի խուստուպի գագաթ ու որ թիմը որ առաջինը կհասնի ամենակարճ ժամանակահատվածում կկարողանա ամբողջ խուստուպի ճանապարհը ոտքով բարձրանալ եւ հասնել խուստուպի գագաթ, այդ թիմն էլ կհաղթի։ Հատկանշական էր այն, որ մեր թիմը 1 ժամ 19 րոպեում կարողացավ խուստուպի վերելքը հաղթահարել եւ խուստուպի գագաթին հայտնվել։ Այն սիրուն տեսարանը։ Ամենասիրուն տեսարանը, իրականում բոլորը ողջևորված ուզում են րոպե շուտ հասնել, որովհետև կարող է ամեն րոպեից ամեն վայրկյանից կախված լինել տվյալ մրցութային հաղթանակը, որն էլ հետագայում շատ մեծ ազդեցություն ունի ընդհանուր հաղթանակի վրա։ Եվ մենք ի վերջո կարողացանք այդ բոլոր թիմերի միջից հենց առաջինը հասնել խուստուպի գագաթին։ Ինչքան է տևում։ Մեզ համար տևեց 1 ժամ 19 րոպե, բայց դա ինձ թվում է չլսված ժամանակահատված էր։ 3 ժամ։ Հիմնականում քայլողները մոտավորապես 3 ժամ բարձրանում են խոստում։ Չէ, չբարձրացանք մենք։ Բայց այդ տեսարանի համար արժե։ Մեքենայով լինում է։ Մեքենայով լինում է, բայց մենք խրախուսում ենք որպեսզի քայլեք։ Տիմոֆեյ եւ որպես մասնակից ամփոփելով նախ դուք ինչ կմաղթեք թե ձեր թիմակիցներին, թե առհասարակ այս տարվա մրցույթի մասնակիցներին։ Կմաղթեմ, որ բոլորը ոչ միայն գան ուղակի հաղթելու, ուղակի մրցելու համար, այլ փորձեն գալ, ներգրավել ու դառնալ Դավիթ-Բեկյան խաղերի պատմության մի կարևոր մասնիկը, որովհետև դա է ամենակարևորը, մրցույթն էլ պակաս կարևոր չէ, բայց ընկերությունը այնտեղի միջավայրին ընդգրկվելը ամենակարևորն է։ Եվ նաև գուցե ինչպես Սևակն է սիրում ասել, տանտիրոջ իրավունքով եւս մեկ անգամ հրավիրեք Ալինա, ինչպես դիմել, ինչպես մասնակցել, ինչու մասնակցել։ Բացի մասնակիցներից կա հնարավորություն գալ հետևել որպես հանդիսատես։ Այո, սիրով պատրաստ ենք հունիսի 29-ից սկսած Սյունիքում մեկնարկում ենք Դավիթ-Բեկյան խաղերը, ունենալու ենք բացման հնարավորություններ, հուլիսի 27-ին ունենալու ենք եզրափակչի բացումը Կապան քաղաքում, բոլորից սիրով սպասում ենք Սյունիքում։ Հրաշալի է, ձեզ հաջողություն ենք մաղթում, մասնակից թիմերին առավելապես հաջողություն, այո, հաղթանակը կարևոր է, բայց ոչ պակաս կարևոր է նաև այն փորձառությունը, որ պատանիները, երիտասարդները ձեռք են բերում Դավիթ-Բեկյան խաղեր մրցույթ փառատոնի ընթացքում եւ հենց այս մրցույթ փառատոնի ծրագրերի ղեկավար Ալինա Գևորգյանի ու մասնակից Տիմոֆեյ Թորոսյանի հետ ենք զրուցում։ Մենք այս պահին ունենք գովազդային դադար, նաև կլուսանկարվենք մեր հյուրերի հետ, հետևեք նաև մեր էջին Սեր ու Սուրճ առավոտից եւ կվերադառնանք։
Դարերի խորքից եկած մեզ բարեն բարում մեր պապերը նենց են բարում որ շարժում են սարքարես բարերը մեր պապերն ու մեր բարերը հիմք են ստեղծում որ ապրելը պինտբայի անցյալի թելը այդ բարի մեջ կա քո գենը ուսուսի հարուցի նման դեն շարժումները պինտբայի ուսերը դու հողին ամուր խփի ոտքերը մեր պապերն ու մեր բարերը հիմք են ստեղծում որ ապրելը պինտբայի անցյալի թելը այս բարի մեջ կա քո գենը վստակից մեջ եմ ուշուվան մեր պապերը միացիր ամեն ինչ մոռացիր գորասել դիտ բարերը որին ես ուժեղում միշտ խելոք ինչպես բարի պապերը պինտբայի անցյալի թելը այս բարի մեջ կա քո գենը Samuel Hagop, Դարերի խորքից եկած մեզ բարեն բարում մեր պապերը նենց են բարում որ շարժում են սարքարես բարերը մեր պապերն ու մեր բարերը հիմք են ստեղծում որ ապրելը պինտբայի անցյալի թելը այդ բարի մեջ կա քո գենը ուսուսի հարուցի նման դեն շարժումները պինտբայի ուսերը դու հողին ամուր խփի ոտքերը մեզ տակից մեջ եմ ուշուվան մեր պապերը միացիր ամեն ինչ մոռացիր գորասել դիտ բարերը Քոչարի որ ստիպումը հոգուտ մեջն ես Քոչարի դու բարի որ ինքդ քեզ ճանաչես Քոչարի քո բարը պապերի ամբերից վեր պահի Քոչարի բոլորին բարելու կոչարի Քոչարի բոլորին բարելու կոչարի Սուրճ ու սեր առավոտից։ Տասնանցը 32 դուք շարունակում եք հետևել հանրային ռադիոյի առաջին ծրագրին, եթերաժամի վերջին հատվածում ենք, սովորաբար այս հատվածում ձեզ մարզական լուրեր ենք ներկայացնում, հիմա առավել շատ են այդ լուրերը, որովհետև շարունակվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը եւ Վեգան այժմ կներկայացնի վերջին խաղերի հաշիվները։ Այո, նախ ներկայացնեմ վերջին խաղերի հաշիվները, շատ լի էր վերջին 24 ժամը խաղերով, Կուրակաոն հաղթանակ է, ներողություն, պարտվել է Կոտ դ'Իվուարի հավաքականին 0-2 հաշվով, Էկվադորը 2-1 հաշվով հաղթանակ է տարել Գերմանիայի նկատմամբ, ինչի դեպ աշխարհի առաջնության անակնկալներից էր, այս առաջնությունը կարծես թե ֆուտբոլասերների համար իսկապես անակնկալ արդյունքներով լի է, հերթական անակնկալը Գերմանիայի պարտություններ Էկվադորի հավաքականին, Ճապոնիան եւ Շվեդիան են ոչ ոքի խաղացել 1-1 հաշվով, Նիդերլանդները հաղթանակ է գրանցել Թունիսի նկատմամբ 3-1 հաշվով, առանց գոլի է ընթացել Պարագվայ Ավստրալիա խաղը, ոչ ոքի ավարտվել եւ Թուրքիան Միացյալ Նահանգներին հաղթել է 3-2 հաշվով։ Այսպիսով, եթե ամփոփենք վերջին շրջանի արդյունքները, վերջին օրերի այս պահին 13 թիմ ապահովել է 1/16-րդ եզրափակչի ուղեգիր։
Գիտեք, որ այս տարի առաջնությունը միանգամից 3 երկրում է տեղի ունենում, նահանգներում, Կանադայում եւ Մեքսիկայում, եւ ինչպես արդեն նշեցի, խմբային փուլը ABC խմբերում ավարտվեց, play-off-ի 32 մասնակիցներից 13-ն արդեն հայտնի են, եւ այդ թիմերն են Մեքսիկան, նահանգները, Գերմանիան, Արգենտինան, Ֆրանսիան, Նորվեգիան, Կոլումբիան, Շվեյցարիան, Կանադան, Բրազիլիան, Մարոկոն, Բոսնիա-Հերցեգովինան եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցում է 48 հավաքական, այնպես որ իսկապես այս տարի շատ տարբեր առումներով առաջնությունը աննախադեպ է։ Մի տեսակ, այո, բացառիկ եւ մի տեսակ չգիտեմ ինչու ֆուտբոլից այսքան հեռու լինելով ունեմ զգացողություն, որ հաղթող երկիրն էլ է, մի տեսակ բացառիկ լինելու եւ ակնկալ է լինելու։ Չգիտեմ, այդպես եմ կարծում, հուլիս ամսին կհանգուցալուծվեն, հա, բոլոր կրքերը, բայց միայն ֆուտբոլային նորություններ չէ, որ կան մարզական լրահոսում, բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը փոքր երկրների Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին խաղում 63-54 հաշվով հաղթել է Անդորայի հավաքականին եւ ապահովել իր տեղը մրցաշարի կիսաեզրափակչում։ Հանդիպման լավագույն խաղացողը Լիա Կրումյանն է, ով գրանցել է 25 միավոր, 7 ռեբաունդ եւ 5 ասիստ։ Հայաստանի հավաքականը կիսաեզրափակչում կհանդիպի արդեն Մալթայի հավաքականին, հանդիպումը կկայանա հունիսի 27-ին։ Մենք հաջողություն ենք մաղթում մեր կանանց հավաքականին եւ հուսով ենք, որ երկուշաբթի ձեզ հետ կկիսվենք կրկին հաղթական լուրերով։ Եվ նաեւ շախմատի աշխարհի 14-ից 18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է 1 խաղափուլ եւ մեր երիտասարդներն էլ բնականաբար մասնակցում են, այն կայանում է Իտալիայի Սիլվանո քաղաքում 14-ից 18 տարեկան պատանիների եւ աղջիկների առաջնության ավարտին, ինչպես նշեցինք, 1 խաղափուլ է մնացել, այս մասին շախմատի ֆեդերացիան է հաղորդում 10 խաղափուլից մինչև 14 տարեկանների պատանիների խմբում վարպետության տեխնացու Արտեմ Մամիկոնյանը ունի 8 միավոր եւ կիսում է 1-ից 3-րդ հորիզոնականները, Ֆիդեի վարպետ Տիգրան Համբարձումյանը 7 միավոր, կիսում է 8-րդ հորիզոնականը։ Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Անահիտ Մկրտչյանը ունի 6 միավոր, նույն տարիքային խմբում կանանց Ֆիդեի վարպետ Նվարդ Հայրապետյանը 5.5 միավոր։ Վերջին խաղափուլը կմեկնարկի հունիսի 26-ին Հայաստանի ժամանակով, այսօր ժամը 15:30-ին, այնպես որ մենք հաջողություն ենք մաղթում նաև մեր պատանիներին ու երիտասարդներին եւ հուսով ենք, որ նրանք հաղթական տեղեր կզբաղեցնեն։ Սևակ եւս մի նույնիսկ ասեի 2 փոքրինչ զվարճալի նորություն էլի ֆուտբոլի աշխարհից, մի հետաքրքիր բան է եղել Ֆրանսիայի եւ մենք միշտ խոսում ենք, չէ, այն մասին, որ կարծես թե շատ հեռու ենք ֆուտբոլից, մենք մեդիայի մարդիկ ենք եւ այդքան էլ լավ չենք հասկանում եւ չենք պատկերացնում ֆուտբոլը, բայց պարզվում է, որ հակառակն էլ է լինում եւ Ֆրանսիայի հավաքականի եւ նաեւ Մյունխենի Բավարիայի կիսապաշտպանը Մայքլ Օլիսը մի զվարճալի բան է արել եւ այսպիսով հայտնվել երկրպագունների քննարկման կիզակետում։ Պատկերացնում ես, չէ, աշխարհի առաջնություն, քանի օպերատոր, քանի վիդեոգրաֆ, քանի ֆոտոգրաֆ, քանի լուսանկարիչ է ներկա, քանի լուսանկարիչ է աշխատում եւ յուրաքանչյուր խաղից հետո ինչքան լուսանկարներ են հայտնվում համացանցում եւ ինչքան լավ որակի լուսանկարներ կան, բայց արի ուտես, որ Մայքլը ցանկացել է մի քանի լուսանկար post-ել իր Instagram-յան էջում եւ պատկերացնում ես ինչպես է նա դա արել, պարզապես էկրանից հեռուստացույցից լուսանկարել է, այո, սկրիններ է արել խաղի իր հատվածները եւ դա է post-ել, շատ ծիծաղելի է, որ մարդը, որը Instagram-ում այս պահին ունի 6-ից ավել, գրեթե 7 միլիոն հետևող, ունի ընդամենը 2 post, երկուսն էլ էկրանից նկարած խաղի տեսարաններն են իր։ Նկարի որակը կարևոր չէ, պատկերացրեք, անգամ այս նկարներով նա քանի 100,000-ավոր չէ, լայքեր է հավաքել։ Եվ բազմաթիվ զվարճալի մեկնաբանություններ եւ Քրիստիանո Ռոնալդոյի սիրելին Ջորջինա Ռոդրիգեսը արձագանքել է այն բոլոր քննադատություններին կամ հարցերին այն մասին, թե մինչեւ քանի տարեկանն է պատրաստվում նրա սիրելին ֆուտբոլի լեգենդ Քրիստիանո Ռոնալդոն խաղալ, դե գիտենք վերջին շրջանում չգիտես ինչու նրա տարիքը շատ հաճախ է քննարկվում, նա տարիքով ամենամեծ խաղացողներից մեկն է այս պահին աշխարհի առաջնության ընթացքում եւ
41-ամյա հարցակվողի հարսնացուն Ջորջինա Ռոդրիգեսը հարցազրույցներից մեկում պատմել է, որ նա միշտ ասում է, որ ախր ամեն ինչ ունես, ամեն ինչ նվաճել ես, կյանքը վայելելու ժամանակն է, բայց Քրիստիանոն հրաժարվում է եւ ասում է, որ ֆուտբոլն իր կիրքն է։ Ջորջինան նաեւ կիսվել է, որ Քրիստիանոն ֆուտբոլի հանդեպ մինչ օրս ունի նույն կիրքը եւ ոգևորությունը եւ մոտիվացիան, ինչ իրենց հանդիպման առաջին օրը, եւ նաեւ նա ասել է, որ չի բացառվում, որ նա կխաղա մինչեւ 50 տարեկան։ Հետաքրքիր է, այս դեպքում միայն ֆուտբոլիստի ցանկությունը բավարար է, թե նաև հավաքականը պետք է կողմ լինի կամ ինչ որ հատուկ չէ, մարզիչներ, Կարծում եմ, եթե դու Քրիստիանո Ռոնալդոն ես, քո ցանկությունը բավարար է եւ քեզ ամեն ինչ կարեւոր է։ Ես հիշում եմ, որ երբ այդ հայտնի խաղը տեղի ունեցավ, որը ոչ ոքի ավարտվեց, ես անընդհատ հարցում եմ, իսկ ինչու չեն փոխարինում նրան եւ ում հետ որ դիտում էի ֆուտբոլի մեծ երկրպագու, ասաց, որ Քրիստիանո Ռոնալդոին չեն փոխարինում։ Շակերային էլ չեն փոխարինում, նա մունդիալի դեմքն է դարձել եւ վերջին խաղերից մեկին հետևում էր եւ տարբեր մեմեր էին տարածվել, որ բոլոր տարիքներում նա շարունակում է մնալ 29 տարեկան, բոլոր տարիներում։ Լսենք այս տարվա հիմնը ու վերադառնանք։ Station with the best music. Best music. I love the music. Best music. Մարզական նորություններին ծանոթացանք, այժմ մշակութային նորությունների հերթն է եւ շատ ուրախ ենք, որ շարունակվում են հայկական ռադիոյի 100-ամյակին նվիրված միջոցառումները մարզերում եւ այսօր ու վաղը կրկին մեր գործընկերները
հրաշալի հնարավորություն ունեն ելույթ ունենալ մեր մարզաբնակ ռադիոլսողների համար։ Այո, եւ կարծես թե այս շրջանի համերգաշարի վերջին 2 համերգն է նախատեսվում, բնականաբար ինչպես ձեզ բազմիցս ասել ենք եւ խոսացել ենք, դեռ համերգներ կլինեն Երևանում ավելի շատ, բայց կոնկրետ այս շրջանի համերգաշարն ամփոփվում է։ Այսպիսով այսօր ժամը 19-ին Հանրային ռադիոյի Սայեթնովա աշխուղական երգի վաստակավոր անսամբլը ելույթ կունենա Տավուշի մարզի Բերթավան գեղագիտական կենտրոնում եւ համերգաշարի մարզային համերգաշարի վերջին կանգառն էլ կլինի Գեղարքունիքի մարզում արդեն վաղը հունիսի 27-ին ժամը 19-ին Մարտունու մշակույթի տանը։ Անսամբլի գեղարվեստական ղեկավար Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյան։ Հանրային ռադիոն հրավիրում է բոլորին վայելելու հայ աշուղների երգերը, հիշեցնում ենք մուտքն ազատ է, այնպես որ բաց մի թողեք։ Բայց այս ամենով մեր 100-ամյակին նվիրված միջոցառումները բնականաբար չեն ավարտվում, սա մարզային համերգների շարքն է մոտենում ավարտին, Աշնանը դեռ շատ ու շատ անակնկալներ ունի ռադիոն ձեզ համար, մայրաքաղաքում կրկին համերգների եւ այլ հետաքրքիր միջոցառումների ձևաչափով, այնպես որ մեր ռադիոյն կնդիրներին դեռ շատ անակնկալներ ունենք, իսկ այդ ամենին ծանոթանալու համար կարող եք հետևել մեզ սոցիալական հարթակներում կամ ամեն առավոտ լսել մեզ, որովհետեւ մենք ձեզ ներկայացնում ենք այդ բոլոր նորությունները։ Քանի համերգներից ենք խոսում, այսօր երեկոյան Երևանում հունական երաժշտության գեղեցիկ երեկո է սպասվում, որովհետև կրկին Հայաստանում է հույն երգիչ Նիկոս Վերծիսը, եթե չեմ սխալվում, ça նրա արդեն 3-րդ կամ 4-րդ համերգն է Հայաստանում։ Այո, նա սիրում է մեզ, մենք էլ նրան ենք սիրում եւ երեք նա ժամանել է Երևան, Զվարթնոց օդանավակայանում, նրան դիմավորել են նաեւ լրագրողներ, մեր գործընկերները, եւ Armenpress-ը փոխանցում է, որ այս անգամ Վերծիսը շատ կարճ ժամանակ է անցկացնելու Երևանում, համերգից հետո անմիջապես մեկնելու է, քանի որ այլ երկրում համերգներ ունի, բայց սովորաբար Հայաստանը է գալիս մի քանի օրով, որովհետև սիրում է մեր երկիրը եւ ուզում է ավելի լավ ժամանակ անցկացնել ու վայելել Երևանը։ Բայց այս անգամ կերկի ու Երևանից շուտ կհեռանա։ Նա նշել է, որ հայերն ու հույները նման են նաեւ հայկական եւ հունական երաժշտությունը, ուստի այստեղ իրեն շատ հարազատ վայրում է զգում։ Կան չէ արտիստներ, որոնց օրինակ 1 կամ 2 երգը շատ հայտնի են եւ հարյուրավոր, հազարավոր մարդիկ գնում են լսելու հենց այդ 1 կամ 2 երգը։ Դե Վերծիսի ամենահայտնի երգերից մեկը նաեւ Instagram-ում ուղեկցում է Հունաստանին վերաբերող տարատեսակ տեսանյութերը, քիչ անց կլսենք։ Ընդհանրապես հարուստ է մայրաքաղաքը մշակութային տարբեր իրադարձություններով, համերգներով, այդ ամենին բնականաբար կարող եք ծանոթանալ Հանրային ռադիոյի կայքում armradio.am եւ մենք հաճախ նաեւ ձեզ ներկայացնում ենք տարատեսակ հետաքրքիր միջոցառումները եւ համերգները, որոնք այս ամառ կարծես թե հատկապես ավելի շատ են, քան սովորաբար, ինչը կարծում եմ ուրախալի է եւ լավ է, որ ամառը հայ հանդիսատեսի համար մշակութային է եւ մշակութային իրադարձություններով լի է անցնում։ Եկեք լսենք Նիկոս Վերծիսի երգերից մեկը ու կվերադառնանք։ Αυτό που μου συμβαίνει φοβάμαι τόσο να το πω. Καρδιά μου πληγωμένη, ας είναι αλήθεια αυτό που ζω. Αγάπη να είναι αλήθινη, αιτία να είναι κι αφορμή. Σ' αυτά τα μάτια που κοιτώ τον έρωτα να βρω. Αν είσαι ένα αστέρι που φως θα φέρει στην άδεια μου ζωή,
Ποτέ μη σβήσεις, ποτέ να μη μ' αφήσεις, ποτέ να μη χαθεί η αγάπη αυτή. Μα όνειρο αν είσαι, τα φώτα σβήσε, στα όνειρα να ζω. Μην ξημερώσει, ποτέ να μην τελειώσει, μέσα μου μείνε να σ' αγαπώ. Στο δρόμο το δικό μου τα πάντα ήταν σκοτεινά. Ποτέ τα όνειρά μου δεν θα είχαν γίνει αληθινά. Μα τώρα είσαι εδώ εσύ και έχω ξαναγεννηθεί. Το τέλος και η αρχή μου, ζωή μου είσαι εσύ. Αν είσαι ένα αστέρι που φως θα φέρει στην άδεια μου ζωή, ποτέ μη σβήσεις, ποτέ να μη μ' αφήσεις, ποτέ να μη χαθεί η αγάπη αυτή. Μα όνειρο αν είσαι, τα φώτα σβήσε, στα όνειρα να ζω. Μην ξημερώσει, ποτέ να μην τελειώσει, πλάι μου μείνε να σ' αγαπώ. Αν είσαι ένα αστέρι που φως θα φέρει στην άδεια μου ζωή, ποτέ μη σβήσεις, ποτέ να μη μ' αφήσεις, ποτέ να μη χαθεί η αγάπη αυτή. Μα όνειρο αν είσαι. Հաճելի հունական տրամադրություն հիշեցնենք Նիկոս Վերցիսը Հայաստանում է այսօր նա հայ երկրպագուների համար մենահամերգ ունի, իսկ մենք այսքանով ձեզ հրաժեշտ ենք տալիս, բայց մինչև հրաժեշտ տալը եւս մեկ անգամ ձեզ տեղեկացնենք կարևորի մասին, նախ եղանակ եւ օթերևութաբանների կանխատեսումներ։ Այո, 10:51 մայրաքաղաքում ըստ հեռախոսային հավելվածի այս պահին 23 աստիճանն է, ինչպես արդեն նշեցինք օրվա ընթացքում մինչև 29, գուցե նույնիսկ 30 աստիճան կբարձրանա, արևոտ օրեմ է սպասվում։ Բայց առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ այսօր երեկոյան, վաղը, այնպես որ այս ամառը տեղումներով լի է, եկեք համակերպվենք այս ամենի հետ։ Ինչ վերաբերում է խցանումներին, ապա ասենք, որ այս պահին մայրաքաղաքում իրավիճակը կարծես թե չի էլ փոխվել, էլ ավելի սաստկացել են խցանումները, բայց 7 է շարունակում մնալ խցանումային նիշը, թեև ըստ քարտեզի կարծես թե ծանրաբեռնվածությունը ավելի է շատացել, մի հատ տես ամենտեղ կարմիր գծեր են։ Այո, ալ կարմիր, բոսոր էլ ինչ գույն կամուկ, մարսաղը։ Այնպես որ խորհուրդ կտանք որևէ տեղ գնալիս նախապես ստուգեք նաև ձեզ մոտ քարտեզով եւ փորձեք գտնել շրջանցող ճանապարհները։ Մենք ձեզ այսօր հաճելի ուրբաթ երեկո ենք մաղթում եւ ընդհանրապես հաճելի հանգստյան օրեր, շաբաթ կիրակի, արդեն բավական տաք է, կարելի է լողավազանային հանգիստել, կազմակերպել, եթե դեռ երկարատև հանգստի չեք պատրաստվում, իսկ երկուշաբթի մենք սիրով կրկին վաղ առավոտից 9:30-ից ձեզ կասենք բարի լույս եւ եթերներ կեզրափակենք գեղեցիկ մի կատարմամբ, որը հենց հիմա միասին էլ ես ու Վեգան կընտրենք, երևի թե այս երգներ կլսենք եւ ձեզ խորհուրդ կտանք ամբողջ օրվա ընթացքում մնալ հանրային ռադիոյի հետ, րոպեներ անց ռադիոլուրի մեր գործընկերները վերջին ժամի նորությունները կներկայացնեն, իսկ իհարկե ամբողջ օրվա ընթացքում տարատեսակ բազմազան հաղորդումներով կարող եք տեղեկանալ, ձեր ժամանցը անցկացնել եւ իհարկե լավ երաժշտություն լսել։ Լավ մնացեք։ Մեր երկրում ազատ ուրախ, ուր գարուն է միշտ բուրում, ու ծաղկերը շողշողում կարին է, իմ երկրի կնքուշ ծաղիկ, քո հայացքը գեղատես,
Թե գործի մեջ թե կյանքում